Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են Զայեդ մրցանակի մարդկային եղբայրության։ Ահա եւ հասանք այն օրվան, երբ որ Ալիևն ու Փաշինյանը որպես եղբայրներ պարգևատրվում են նույն մեդալներով։ Ես որ ուզում եմ հասկանամ, արա մի րոպե, այսքան Ալիևը բերեց փորձանքներ մեր վրա, այդքանից հետո Իրան տալիս ենք մրցանակ ու էսի ամեն ինչ անում է Նիկոլը։ Ոնց որ Արցախի հայաթափումը կազմակերպես Նիկոլը, Ալիևին տվեց կանաչ քարտ, որ կարաս հարձակվես, ասես Արցախը Ադրբեջանը, ու դրանից հետո էլ որ անկարծ Ալիևին չքննադատեն, բայց ինչ կոտորածներ դե կազմակերպում էի չկատարվում, Նիկոլը մի հատ էլ հելավ օբշի ասեց աղբեջան, ամեն ինչ նորմալ է, всё օք, ոչ մի զոհեր, ոչ մի բան, սա նորմալ է, հանգիստ խաղաղ մարդիկ իրանց վեշերը հավաքում են, այդ օկուպանտները ու գալիս են Հայաստան։ Այն դեպքում, երբ որ Ալիևը պետքա ոչ թե մրցանակ ստանար, այլ ծանոթագիր ստանար Եվրոպական դատարանից իր ցեղասպան ռազմական հանցագործ լինելու մասին։ Նույնը Փաշինյան Նիկոլը ծանոթագիր ստանար ՀՀ դատախազությունից հայրենիքի դավաճանության համար մեղադրանքով, սահմանադրությունը խախտելու մեղադրանքով եւ այլն եւ այլն։ Ալիևի մրցանակ ստանալու մեջ մեծ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը։ Իր լռության, իր օգնության, իր աջակցության, անվերապահ նվիրման համար Ալիևին։ Եվ արդյունքում էլ երկու եղբայր արժանացել են մարդկային եղբայրության մրցանակի։ Ու այդ մրցանակը շատ բան է ասում արդեն երկուսի հարաբերությունների մասին։ Հələ չխոսած ինչքան, որ մենք հայտեր կար, որ պետք է բողոքարկենք, չէ, որ ինչ բաներ է կատարել է Ալիևը, լրիվ հետ բան վերցրեցին։ Հիմա Ալիևն ընդեղ Տրամպին ասում ընդեղ են 90 քանի թվականներին, որ մեր վրա բան եք դրել, էլ հանեք։ Ընդ որում էս եղբայրը դեռ զորքով գտնում է Հայաստանի սուվերեն տարածքում, հələ Արցախը չաշխատց, բայց իրանք արդեն եղբայր են, պարտք ու պահանջ չունեն իրենց։ Այս մրցանակի հանձնումը ուղիղ շարունակությունն է Ղազախստանի նախագահի կողմից Փաշինյանին ամիսներ առաջ ոսկե արծիվ շքանշանով պարգևատրության։ Ճանապարհը չես Ղազախստանա, չէ, գալիս, էս ծովով, չերես Ադրբեջան, Հայաստանով, Թուրքիայով գնա Եվրոպա։ Ու հատկանշական է, որ մրցանակակիրների որոշման հանձնաժողովում ընդգրկված է նաև Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելը։ Այո, հենց այն նույն Շարլ Միշելը, ով նպաստեց, որ Պրահայում Արցախը նվեր հանձնվի Ալիևին։ Հայաստանի խղճուկ ղեկավարի վզից մեդալներ կախելով մեզ հայ հասարակությանը շնորհակալություն են հայտնում, որ թեկուզ մեր ստորացման գնով, բայց մենք գնում ենք դեպի ինչ որ անորոշ խաղաղության։